Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Ճամբարակի շենքերից մեկում հունիսի 11-ին գազի պայթյուն է տեղի ունեցել փլուզմամբ։ Զոհվել է 6 մարդ, տուժել 11-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ստեղծել համակարգող խումբ վեհարանն ազատելու եւ կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Քաղաքացիները հունիսի 11-ին դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոսին։ Գարեգին հայտարարել է վարչապետի հայտարարությունները համընդհանուր վրդովմունք են առաջացրել։ Ընդդիմադիր խմբակցությունները կրկին սկսել են քննարկել վարչապետի իմպիչմենտի գործընթացը։ Դատախազությունը միջնորդել է ազգային ժողովի նախագահին, ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու համար։ Ըմբիշ Հայկ Մանուկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին եւ հռչակվել Եվրոպայի պատանիների չեմպիոն։ Իսրայելը հարվածել է Իրանին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին։ Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Փաշինյանը նշել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա հարցականի տակ է դնում տարածաշրջանի փխրունկայունությունը։ Հայաստանում $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոն կկառուցվի։ Լոս Անջելեսում բողոքի ակցիաներ են, նախագահն ազգային գվարդիան է գործի դրել։